44-օրյա պատերազմից հետո մեզ հետևողականորեն մի հեշտ լուծում են փորձում պարտադրել, իբր խնդիրը մեկ մարդու մեջ է, փոխենք այդ մարդուն ու ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ադրբեջանցիները դուրս կգան օկուպացված տարածքներից, Արևմտյան Ադրբեջան այլևս չեն ասի, միջանցք չեն պահանջի, 300,000 ադրբեջանցու Հայաստան գալու ծրագիրը կխափանվի եւ ճանապարհը կբացվի դեպի Արցախ։ Լավ է հնչում, չէ՞, բայց սա հեքիաթ է։ Ուժեղ բանակցողը հրաշագործ չէ, բանակցությունը խոսքերի ստուգատես կամ մրցույթ չէ, բանակցությունը դիրքերի հաշվարկ է, ինչ անվտանգություն ունես, ինչ տնտեսություն ունես, ինչ դաշնակիցներ ունես, ինչ ռիսկեր ես կարողանում կառավարել։ Մենք կրկին մարդկանց վրա ենք դնում մեր հույսը, մինչդեռ կարևորը մարդը չէ, պետությունն է, չի կարող պետությունը լինել թույլ ու անպաշտպան, իսկ բանակցողը ուժեղ։ Բանակցողի ուժը հավասարազոր է իր ունեցած պետության ուժին։ Ուժեղ բանակցող ունենալու համար պետք է ուժեղ պետություն։ Սա այլընտրանք չունի, պետք է վերջ տալ ինքնախաբեությանը։ Մեզ պետք է ոչ թե այսպես ասած ուժեղ բանակցող, այլ ուժեղ պետություն, անվտանգություն, տնտեսություն, դիմադրողունակ ինստիտուտներ, ներսում կարգ ու պատասխանատվություն եւ իրական դաշնակիցների հետ անդուլ աշխատանք։ Խաղաղությունը մաղթանքներով ու պատրանքներով չի հաստատվում։ Խաղաղությունը աշխատանքի արդյունք է, ուժեղանալով, կապեր ստեղծելով, տնտեսությունը զարգացնելով, ամրապնդելով, մարտունակ եւ պաշտպանունակ բանակ ունենալով եւ ռիսկերը օր-օրի կառավարելով։